Մատթեոս 19-րդ գլուխ։ Երբ Հիսուսն ավարտեց այս խոսքերը, Գալիլեայից տեղափոխվեց և եկավ Հուդայի սահմանները, Հորդանան գետի մյուս կողմը։ Նրա հետևից ժողովրդի մի մեծ բազմություն գնաց և նրանց բժշկեց այնտեղ։ Փարիսեցիները մոտենալով նրան սկսեցին փորձել նրան և ասել. Օրինավոր է, որ մեկն իր կնոջն արձակի որևէ զանցանքի պատճառով։ Նա պատասխանեց նրանց և ասաց. Դուք չեք կարդացել, թե նա, ով ստեղծեց, հենց սկզբից արու և էգ ստեղծեց նրանց և ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Ուրեմն ոչ թե երկու, այլ մեկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի։ Նրան ասացին. Այդ դեպքում Մովսեսը մեզ ինչու պատվիրեց արձակման թուղթ տալ և արձակել։ Հիսուսն ասաց նրանց. Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլատրեց արձակել ձեր կանանց, սակայն սկզբում այդպես չի եղել։ Բայց ասում եմ ձեզ, ով իր կնոջն արձակի ոչ պոռնկության պատճառով և մեկ ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի։ Շնություն արած կլինի նա, ով արձակվածի հետ ամուսնանա։ Աշակերտներն ասացին նրան. Եթե այդպիսի տույժ կարող է լինել և տղամարդու և կնոջ համար, ավելի լավ է չամուսնանալ։ Հիսուսը նրանց ասաց. Ոչ բոլորն են ընդունակ այդ բանին, այլ նրանք, որոնց տրված է։ Որովհետև կան ներքինիներ, որոնք իրենց մոր որովայնից են այդպես ծնվել։ Կան ներքինիներ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել։ Ներքինիներ էլ կան, որոնք իրենց են ներքինի դարձրել երկնքի արքայության համար։ Ով կարող է տոկալ, թող տոկա։ Այդ ժամանակ Հիսուսի մոտ մանուկներ բերվեցին, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա և աղոթի, սակայն աշակերտները սաստեցին նրանց։ Հիսուսն ասաց. Թողեք այդ մանուկներին և մի արգելեք, որ ինձ մոտ գան, որովհետև այդպիսիներինն է երկնքի արքայությունը։ Եվ ձեռքը դրեց նրանց վրա ու գնաց այդտեղից։ Ահա մեկը մոտեցավ Հիսուսին և ասաց. Բարի վարդապետ, ինչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանքն ընդունեմ։ Հիսուսը նրան ասաց. Ինչու ես ինձ բարու մասին հարցնում։ Մեկ է բարին։ Եթե ուզում ես հավիտենական կյանք մտնել, պահիր պատվիրանները։ Նա ասաց. Որոնք։ Հիսուսը նրան ասաց. Մի սպանիր, մի շնանա, մի գողանա, սուտ մի վկայիր, պատվիր քո հորն ու մորը և սիրիր քո ընկերոջը ինչպես ինքդ քեզ։ Երիտասարդը նրան ասաց. Այդ ամենն իմ մանկությունից ի վեր պահել